Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում դիտել տեսանյութը, որը շատ օգտակար ինֆորմացիա է պարունակում հատուկ ձեզ համար։ Ձմերուկն իր հյութալի քաղցր ու թարմացնող համով ամռան ամենասիրված մրգերից մեկն է։ Այն հարուստ է ջրով, ավելի քան 90%, պարունակում է վիտամիններ, հակաօքսիդանտներ, կալիում և ունի միզամուղ ազդեցություն։ Սակայն չնայած օգտակար հատկություններին, կան որոշ առողջական վիճակներ, որոնց դեպքում ձմերուկի օգտագործումը կարող է վնասակար լինել կամ պահանջում է զգուշություն։ Հենց հիմա ձեզ ենք ներկայացնում ուսուցողական և մանրամասն բացատրություն այն հիվանդությունների մասին, որոնց դեպքում ցանկալի չէ օգտագործել ձմերուկ կամ գոնե անհրաժեշտ է սահմանափակել դրա քանակը։ Շաքարային դիաբետ, հատկապես երկրորդ տիպի պատճառը, ձմերուկը պարունակում է բնական շաքարներ, գլյուկոզա և ֆրուկտոզա, թեև այն ունի ցածր կալորիականություն, սակայն նրա գլիկեմիկ ինդեքսը բավական բարձր է, ինչը նշանակում է, որ այն արագ կարող է բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը։ Խորհուրդ. դիաբետ ունեցող մարդիկ պետք է շատ փոքր չափաբաժիններով և չափված ուտեն ձմերուկ։ Խորհուրդ է տրվում այն ուտել հիմնական ուտելիքից հետո, ոչ դատարկ ստամոքսով, ուշադրություն դարձնել արյան շաքարի մակարդակին։ Երիկամների հիվանդության դեպքում պատճառը ձմերուկը միզամուղ ազդեցություն ունի և պարունակում է կալիում։ Առողջ երիկամները լավ են կարգավորում կալիումի մակարդակն օրգանիզմում, սակայն երիկամային անբավարարության կամ քրոնիկ երիկամային հիվանդությունների դեպքում կալիումի կուտակումն արյան մեջ կարող է առաջացնել հիպերկալեմիա, մի վիճակ, որն ազդում է սրտի աշխատանքի վրա։ Խորհուրդ. այս հիվանդությամբ տառապողներին խորհուրդ է տրվում ոչ մեծ քանակությամբ ձմերուկ, պետք է խորհրդակցել բժշկի հետ թույլատրելի չափաբաժնի վերաբերյալ։ Սրտի քրոնիկ հիվանդությունների դեպքում պատճառն, ինչպես արդեն նշեցինք, կալիումի ավելցուկը կարող է խանգարել սրտի ռիթմին, և եթե սրտի հիվանդություն ունեցող անձը ստանում է դեղամիջոցներ, որոնք ազդում են կալիումի մակարդակի վրա, ապա ավելորդ կալիումը կարող է վտանգավոր լինել։ Պետք է պահպանել չափավորություն և հետևել բժշկի խորհուրդներին։ Ձմերուկը հատկապես մեծ քանակությամբ օգտագործման դեպքում կարող է առաջացնել որովայնի փքվածություն, գազեր և երբեմն լուծ։ Դա պայմանավորված է նրա մեջ պարունակող ֆրուկտոզայով և ջրի բարձր մակարդակով։ Մարդիկ, ովքեր տառապում են գաստրոէնտերոլոգիական խնդիրներից, օրինակ գրգռված աղիքի համախտանիշ, պետք է ուտեն շատ զգուշությամբ ձմերուկ։ Նյութափոխանակության խանգարում, գիրություն. Չնայած ձմերուկը ցածր կալորիականություն ունի, բայց մեծ քանակությամբ օգտագործելիս այն կարող է նպաստել քաշի ավելացմանը շաքարների պատճառով։ Բացի այդ, այն չունի բավարար մանրաթելեր երկար ժամանակ հագեցած զգալու համար։ Ցանկալի է օգտագործել չափավոր և որպես մի մաս հավասարակշռված սննդակարգի մեջ։ Ցածր արյան ճնշում ունեցողները. ձմերուկը միզամուղ է և կարող է ավելի նվազեցնել արյան ճնշումը։ Հիպոտոնիայով տառապող անձանց մոտ դա կարող է առաջացնել գլխապտույտ, թուլություն կամ նույնիսկ ուշագնացություն։ Այս խմբի մարդիկ պետք է ուտեն ձմերուկ ոչ մեծ քանակությամբ և մշտապես հետևեն ինքնազգացողությանը։ Ալերգիկ ռեակցիաների դեպքում որոշ մարդկանց մոտ կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ՝ քոր, այտուց, բերանի քոր, նույնիսկ անաֆիլեքսիա։ Դա հիմնականում կապված է հատիկավոր մրգերի նկատմամբ ալերգիայի հետ։ Եթե նախկինում երբևէ արձանագրվել է նման արձագանք, պետք է լիովին խուսափել ձմերուկից։ Հղիության և կրծքով կերակրման շրջան. Սովորաբար առողջ հղի կանայք կարող են օգտագործել ձմերուկ, սակայն չափից շատ օգտագործումը կարող է խանգարել մարսողական համակարգին կամ բարձրացնել արյան շաքարի մակարդակը հղիության ընթացքում դիաբետի վտանգով։ Խորհուրդ է տրվում ուտել ձմերուկ փոքր չափաբաժիններով և հավասարակշռված սննդակարգի շրջանակում։ Ձմերուկը շատ օգտակար և համեղ միրգ է, որը կարող է օժանդակել միզուղիների մաքրմանը, օգնել ջրազրկման ժամանակ և հարստացնել օրգանիզմը հակաօքսիդանտներով, բայց որոշ հիվանդությունների դեպքում այն կարող է ավելորդ բեռ դառնալ օրգանիզմի համար։ Եթե ունեք քրոնիկ հիվանդություն, մշտապես ընդունում եք դեղեր կամ պարզապես անհանգստացած եք ձեր առողջությամբ, նախքան մեծ քանակությամբ ձմերուկ ուտելը խորհուրդ
խորհրդակցեք բժշկի հետ։ Ճիշտ մոտեցմամբ ձմերուկը կարող է լինել առողջ և թարմացնող հավելում ձեր ամառային սննդակարգում։ Իսկ այժմ հետաքրքիր պատմություններ ձմերուկի հետ կապված։ Նապոլեոնը և ձմերուկի զենքը ասում են, որ երբ Նապոլեոնը պատերազմներից մեկի ժամանակ այցելում էր Եգիպտոս, նրան հյուրասիրեցին ձմերուկ։ Նա երբեք նման բան չէր կերել։ Երբ կտրեցին մեծ հյութալի մի պտուղ ու նրան առաջարկեցին, Նապոլեոնը մի պահ կասկածեց, մտածելով, թե դա թույն է պարունակում, բայց երբ համտեսեց, չկարողացավ դադարել։ Վերջին կտորից հետո նա ասել է՝ եթե սա թույն է, ես ուզում եմ մահանալ հենց հիմա։ Այս պատմությունը տարածվեց նրա զինվորների շրջանում որպես ձմերուկի կախարդանքի օրինակ։ Ձմերուկի շփոթմունքը Ճապոնիայում։ Ճապոնիայում մի երիտասարդ գնեց անչափ գեղեցիկ քառակուսի ձմերուկ, որպեսզի սիրելի աղջկան նվիրի։ Սակայն աղջիկը կարծում էր, որ դա դեկորատիվ իր է, քանի որ ճապոնական քառակուսի ձմերուկները հաճախ դնում են ցուցադրության նպատակով ու դրեց սենյակում որպես դիզայնի տարր։ Մի քանի օր անց, երբ ձմերուկը սկսեց փչանալ ու հոտ տարածել, աղջիկը հասկացավ, որ դա իրական պտուղ էր։ Այդ օրը նրանք այնքան ծիծաղեցին, որ դարձավ նրանց հարաբերությունների սկիզբը։ Նշենք, որ ձմերուկը փղերի սիրելին է։ Թաիլանդում մի փրկարար կենտրոնում փղերին հաճախ հյուրասիրում են ձմերուկով, սակայն մի անգամ աշխատակիցները մոռացել էին սառնարանում ամբողջ ձմերուկի մի ցանց։ Երբ փղերը նկատեցին ձմերուկի հոտը, սկսեցին բարձր ձայներ հանել, պահանջելով իրենց քաղցրավենիքը։ Մի մեծ փիղ անգամ ինքնուրույն բացեց սառնարանի դուռը, երկար ճունկով հանելով մի քանի ձմերուկ։ Այդ օրվանից այն դարձավ նրանց հետախուզված քաղցրավենիքը։ Ձմերուկի ներսում անակնկալ հյուր։ Աֆրիկյան գյուղերից մեկում մի կին կտրում է ձմերուկն ու տեսնում ներսում ինչ-որ բան է շարժվում։ Պարզվում է, ձմերուկի մեջ պատահմամբ սողոսկել էր փոքրիկ օձ դեռ աճելու շրջանում ու շատ շուտով բուսական հյուսվածքների մեջ կառուցել էր իր թաքստոցը։ Բարեբախտաբար օձն արդեն մահացած էր, իսկ պատմությունը տարածվել էր որպես գյուղի տարօրինակ լեգենդ։ Մի անգամ էլ մի երիտասարդ որոշել էր փորձել ինստագրամյան հայտնի հնարքը սառեցված ձմերուկը բացել ձեռքով։ Նա ամբողջ ձմերուկը դրել էր խորը սառեցման մեջ մի քանի օրով, բայց երբ հանեց ու փորձեց կտրել այն, հանկարծ ձմերուկը պայթեց, ցնդելով 1000 կտորների։ Ըստ երևույթին, սառցե քանակի ավելցուկը ճնշում էր ստեղծել։ Այդ միջադեպը նա նկարեց ու տեղադրեց TikTok-ում, հավաքելով միլիոնավոր դիտումներ։ Հայաստանում էլ մի գյուղում մի ընտանիք գնել էր սովորականից շատ ավելի ծանր ձմերուկ։ Երբ կտրեցին, տեսան ներսում մի փոքրիկ ամբողջական ձմերուկ կար, ամբողջությամբ ձևավորված կեղևով։ Ոմանք կարծում էին, որ դա արդյունք էր պոլիպլոիդիայի բուսաբանական առումով, իսկ գյուղացիներն ասում էին, այդ ձմերուկը իրա բալիկն էր պահել։ Այն դարձավ գյուղի պատմությունը տարիներ շարունակ։ Դե ինչ գրեք, արդյոք մեր պատմությունները ձեզ դուր եկավ և անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի լինեք տեղեկացված։